Արգելի հայրենակիցներ, ժամանակն է ամբողջական գնահատելու 2021 թվականին այս իշխանության տված խոստումների եւ իրականության խզումը։ Իսկ այդ խզումը նախորդ 5 տարիներին հետևողականորեն մեծացել է եւ վերաբերվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներին։ Ներքին եւ արտաքին անվտանգությունից մինչեւ պաշտպանություն, կրթությունից մինչեւ մշակույթ, սոցիալականից տնտեսական եւ այսպես շարունակ։ Առավելապես խոսելու եմ սոցիալ-տնտեսական ոլորտում մեր 100 հազարավոր հայրենակիցների ուզող խնդիրներից։ Դրանց վերաբերյալ այս իշխանության կողմից փաստացի արդեն չիրականացված խոստումներից։ Խոսելու եմ կոնկրետ փաստերով, պաշտոնական վիճակագրության չափելի եւ հրապարակային տվյալներով։ Այսպես, խոստացել էին 9% միջինտարեկան տնտեսական աճ բարենպաստ արտաքին պայմաններում, ինչն ակնհայտորեն առկա էր մեր տարածաշրջանում ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Առանց արտաքին այս գործոնի ազդեցության տնտեսական բարձր աճի տարիների 2022-23 թվականներին նայ աճը կազմել ընդամենը 6.3%։ Ընդ որում, մինչև իշխանափոխությունը 2017 թվականին նայ աճը կազմել է ապես ավելի բարձր 7.5%։ Խոստացել են պետություն մասնավոր գործընկերության համակարգի արդյունավետության բարձրացում, ամբողջապես տապալված է։ Ճիշտ հակառակ, էական վնաս հասցվել Հայաստանում օտարերկրյա ներդրումային միջավայրին, Հայաստանի պետական ներդրումային հիմնադրամի Անիվ կողմից միայն Flymarm ազգային ավիաընկերության ստեղծման ծրագրով փոշիացվել է շուրջ 13 միլիոն ԱՄՆ $, իսկ ընդհանուր 20 միլիոն ԱՄՆ $։ Խոստացել էին ՓՄԶ-ների մասնաբաժին նայում հասնել 55%, այս ցուցանիշը 26 թվականին գնահատվում է շուրջ 35-ից 37%։ Հաշվի առնելով նաև 2021-25 թվականների ցուցանիշը աճի միջին տարեկան տեմպը։ Իդեպ Վրաստանում այս ցուցանիշը կազմում է շուրջ 60%։ Խոստացել է յուրաքանչյուր տարի ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով, որի շուրջ 30%-ը թերակատարված է։ Պետք է ներդնեին գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրություն բոլոր մարզերում, սա էլ կատարված չէ։ Գյուղացու խնդիրները շարունակում են լուծված մնալ, այդ թվում մթերում եւ իրացում, ոռոգման ջրի հասանելիություն եւ բարձր սակագներ, վարակյալ սերմի, պարատանյութերի, թունաքիմիկատների, առանց այն էլ բարձր գների շարունակական աճ, անվտանգային պարզ խնդիրներ եւ այլն։ Սա է պատճառը, որ մշակվող ցանկատարածություններն ու անասնագլխականակը, հատկապես լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում կրճատվում են։ Սրվում են ժողովրդագրական խնդիրները, գյուղացին արտագաղթում է, իսկ լավագույն դեպքում յուրկային եկամուտը փորձում է գտնել արտագնա աշխատանքով։ Մյուս կողմից չի լուծվում գյուղական համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը։ Բազմաթիվ սահմանապատ դարձած համայնքներ այդպես էլ դուրս են մնում կառավարության կողմից համապատասխան աջակցության ծրագրերից։ Օպտիմալացման փողի տակ գյուղական համայնքներում փաստացի փակվում են դպրոցներ, ամբուլատորիաներ, անձնագրային բաժանմունքներ, կադաստրի գրասենյակներ, ԴԱԿ ծառայության բաժիններ, նոտարական գրասենյակներ եւ այլն։ Սուբվենցիոն համայնքային ծրագրերի փնթի կառավարման հետևանքով տարիներ շարունակ չեն իրականացվում ժամանակին եւ անընդհատ տեղափոխվում են, որ նախընտրական տարում իբրև մեծ ձեռքբերում ներկայացնեն գյուղացուն։ Խորանում են բնապահպանական խնդիրները մեր տարածաշրջանում, հատկապես Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման հետևանքով։ Լճի մաքրման կայաններ այդպես էլ չկառուցվեցին։ Տարեստար իրականացվում է անխնա ջրառ, ոռոգման համակարգի անարդյունավետ կառավարման հետևանքով, եւ սա էլ այն դեպքում, երբ ոռոգվող տարածքները չեն ավելանում։ Ասում էին, աղքատությունը կրկնակի կրճատելու ենք։ 2018 թվականին աղքատության մակարդակը 23.5% էր։ Հրապարակված վերջին տվյալներով 2024 թվականին աղքատության մակարդակը 21.7% է։ Այն իրականում ավելի բարձր եւ համադրելի չէ նախորդ տարիների հետ, քանի որ փոխվել աշխարհի մեթոդը։ Ավելին, այս իշխանության օրոք աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ աղքատության նպաստացող ընտանիքների թիվը նախորդ 5 տարիներին նվազել է շուրջ 40%-ով, իրականացված հակասոցիալական սահմանափակումների հետևանքով։ Ծնելիության բում են խոստանում 2025 թվականին 2021 թվականի համեմատ ծնվածների թիվը նվազել է շուրջ 13%-ով։ Խոստացել են կենսաթոշակի միջինչափը հավասարեցնել սպառողական զամբյուղի արժեքին։ 2026 թվականի կենսաթոշակի միջինչափը 49000 դրամ է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 80000 դրամ է։ Ապրիլի 1-ից հետո 10000 դրամով բարձրանալուց հետո էլ կենսաթոշակի միջինչափը կդառնա 59000 դրամ։ Անկանխիկ վճարումներից կենսաթոշակի հետ վճարել հաշված, միջին կենսաթոշակը շուրջ 15000 դրամով պակաս է լինում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Խոստացել են նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ։
2026 թվականին նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Պաստորեն նվազագույն աշխատավարձով աշխատողները աշխատող են, բայց աղքատ են։ Նրանց թիվը կազմում է աշխատողների շուրջ 20%-ը։ Ավելին 2004 թվականի Հայաստանի կողմից վավերացված վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի պարտավորությունը կատարելու համար նվազագույն աշխատավարձը պետք է աճի 20,000 դրամով եւ պետք է դառնա 95,000 դրամ։ Ամփոփելով, ասում են, իբրև ապահովել են տնտեսական միջին տարեկան աճի թիրախը 7%։ Իրենց ծրագրացի չափով ավագագրել են պետական բյուջեի եկամուտները։ Պետական պարտքն էլ աճել է ծրագրից եւապես մեծ չափով։ Հիմա պարզ հարց է առաջանում, բայց դեպքում ինչու՞ չէ կատարել ձեր սոցիալական խոստումները։ Սիրելի հայրենակիցներ, այս հարցի պատասխանը եւս պարզ է։ Սոցիալական խոստումները ի սկզբանե պոպուլիստական էին, ձեր քվեն ամեն գնով եւ առավելապես կորզելու համար, իսկ հիմա արդեն բացահայտված է, դրանք ամբողջապես սուտ են։